Միացյալ Նահանգները Հայաստանի տնտեսական մրցունակությունը զարգացնելու և կառավարումը բարելավելու նպատակով մեկնարկել է տնտեսական հիմքեր հանուն դիմակայուն Հայաստանի ծրագիրը։ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող ծրագրի համար հատկացվել է շուրջ $25 միլիոն։ Ամենակարևոր նպատակը այս ծրագրի պետական և մասնավոր հատվածի միջև համատեղ աշխատանքի պայմաններ ստեղծելն է, նպաստելու Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է ներգրավել նվազագույնը $60 միլիոն ներդրումներ և նպաստել ավելի քան 750 ընկերության վաճառքների աճին։ Նպատակն է բարելավել Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը, մշակել տնտեսական զարգացման ուղենիշեր։ Մեր հիմնական ուշադրությունը սևեռվելու է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ոլորտների վրա՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և բարձր տեխնոլոգիաներ։ Ծրագիրը հասցեական նախաձեռնությունների միջոցով տեխնիկական աջակցություն է տրամադրելու կառավարությանը։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով այն կնպաստի Հայաստանի տնտեսության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և տնտեսական անվտանգության ապահովմանը։ Նպատակը այն է, որպեսզի մենք որոշ ոլորտներում, դա վերաբերում է արտահանմանը, գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը, ինչպես նաև հանրային կառավարմանը, կատարենք այնպիսի բարեփոխումներ, այնպիսի փոփոխություններ, որոնք ուղղված կլինեն թե մասնավոր, թե պետական կառավարման համակարգի դիմացկունության բարձրացմանը, ինչպես նաև տնտեսական աճին։ Ծրագիրը կաջակցի կառավարությանը ապահովելու արդյունավետ տնտեսական առաջնորդություն, զարգացնելու փոքր և միջին ձեռնարկությունների կարողությունները, ընդլայնելու խոշոր շուկաներին հասանելիությունը և ավելացնելու արտահանման ուղղությունները։ Ուրիր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։